Բարի երեկո, սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, գողջունենք ձեզ դարձյալ Մեծիդանն Գիլիգիո Կաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքին կողմէ գազմագերբած հավատք եւ կյանք հայդակիրով համագործակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին։ Այսօր Վանացայինի ստուդիոեն ներս ուրախությամբ կհյուրընկալենք կանադայեն Լավալ շրջանեն Լավալի Սուրբ Գևորգ եկեղեցվո թբրաբեդ, ինչպես նաև մեր նախկին թբրևանեցիներեն եւ եկեղեցվո մոդիկ Սարգսակը, Փարեշնոր Հարություն Սարգսակ Գյուլոյանը, որ պիտի խոսի փորձությունները արիտ Աստուծո ավելի մոդենալու, թե բարձր Աստուծմե հերանալու։ Բարիգեսոր դիրացու, մեզի բարի երեկո, ցեզի բարիգեսոր։ Աստված բահաբան, ուրախ եմ, որ գրցանք միանալ եւ հույսով եմ, որ այսօր լավ հարցազրույցը պիտի ունենանք։ Լավ, բարձ հարցումով մը սկսեմ դիրացու հարուտ։ Ինչու այս նյութը ընտրեցիր։ Նախքան հարցումին պատասխան տալիս, շնորհակալ եմ Հայր Սուրբ Ցեզի, որ այս արիտը ստեղծեցիք, զիս հրավիրելով այս խորհրդածությունը ներկայացնելու, Վանացայինի միջոցով լսելու եւ առավել եւս իմանալու Աստուծո խոսքը մեր ունգընտիրներուն եւ լալով մեծ պահոց շրջանի մեջ, որ չարը իր խորամանկ ծևերով առավել եւս կփորձե մեր կենտրոնացումը Տիրոջ մեջ եղել, ուզեցի այս նյութը միասին խոսիլ։ Մենք երկնայինք մեր շուրջ, բոլորս ալ պիտի գիտնանք, որ փորձություններով լեցուն աշխարհի մեջ է որ գաբրինք, փորձություններ նույն ինքն մեր Տերը Հիսուս Քրիստոս այս աշխարհի վրա 2000 տարիներ առաջ փորձության ենթարկվեցավ չարեն։ Փորձություններ միշտ ալ պիտի լան մեր կյանքերս։ Մանավանդ այս օրերուս, ուր ամեն դեղ բادرազներու լուրեր կան, երկրաշարժներու մասին կլսենք, համաճարակներ, հիվանդություններ եւ շարքը երկար է։ Հետաքրքրական է, որ այս բոլորը Սուրբ Գիրքին մեջ հիշված են, որ պիտի պատահին։ Այսինքն Սուրբ Գիրքը մեզի գսե թե պատրաստ եղեք դուք, որ երկրի վրա գաբրիք, որովհետև չարը սատանան ոչ մեկուն պիտի խնայե։ Հաջող մարդ եւ մարդ նյութի մը շուրջ վեճ գունենան, այս կամ այն պատճառով։ Վեճը գրնա երկարիլ եւ դառնալ գրիվ, եւ եթե գրիվը շարունակվի, գրնա պատճառ դառնալ մեկուն կամ մյուսին մահվան։ Ճիշտ հոս է, որ մարդը որպես բանավոր էակ պետք է գիտակցի, որ իր գրիվը մարդոց թեմ չէ, իր գրիվը չարին, սատանային թեմ է։ Եվ սատանան շատ խորամանկ է, ինչպես որ ասկ ասկի թեմ գահանե, մարդ մարդու թեմ գահանե, նույնպես ալ մարմինը հոգիին թշնամի կդարձնե, որբեսի մեր ներքին խաղաղությունը գործընծնենք։ Յուրաքանչյուրիս մարմինը սատանային փորձության դաշտն է։ Հոս է, որ քրիստոնյան ինքզինք պիտի փաստե եւ պիտի բայկարի չարին թեմ, որովհետեւ մահեն վերջ մարդ ոչինչ կրնա անել, եւ դժբախտաբար մարդիկ միայն մարմնի աչքերով է որ գիտեն ամեն ինչ եւ կոծած են իրենց հոգիի աչքերը։ Քիչ յետ ավելի մանրամասն պիտի անդրադառնամ այս նյութին շուրջ, բայց սկսելու համար, եթե ուզեի մեկ բան ասել, հետեւյալը պիտի ելլար։ Փորձանքը չարեն գուկա, եւ հոս է, որ մարդ իր հավատքը եւ հույսը պիտի կործածե, որպես զենք, գրվելու համար չարին թեմ։ Հակոբոսի գիրքին առաջին գլխուն մեջ կգարտանք։ Գիտեք, որ փորձությունը համբերություն կծնի, եթե հավատքը փորձին դիմանա։ Փորձություն, համբերություն եւ հավատք։
Երեք իրականություններու մասին է, որ մեզի կհիշեցնե Աստվածաշունչը։ Հերու չերտանք, այս շաբաթ օր Սուրբ Գրիգոր Լուսավորիչի չարչարանքներուն եւ խոր վիրապ նետվելու հիշադակի տոնն է։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ահրելի չարչարանքներ գրեց, որոնց մե ետք խոր վիրապ նետվեցավ։ Սակայն վերջավորության ամբողջ ասկմը փրկության առաջնորդեց։ Ան փորձություններուն թիմացավ եւ համբերեց իր հավատքի զորությամբ, որովհետեւ շատ լավ գիտեր, թե Տերը իր կողքին է, եւ եթե Տերը մեր կողքին է, ով մեզի հակառակ կրնա ադլալ։ Հետևաբար Հայր Սուրբ այս նյութը ընդրեցի, որ անդրադառնանք, թե փորձությունները մեզի ավելի օգուտ ունին, քան վնաս։ Այնքանադեմ, որ մեր հավատքը կանգուն է, հույսը եւ համբերությունը չենք կորսնցներ, մենք ենք շահավորը։ Որովհետև նյութին մեջ մդար, ասեմ, եթե Աստված մեզ գսիրե դիրացու, ինչու մեզ փորձություններու գենթարգե, ավելի ճիշտ, Աստված գփորձե մարդը։ Աստված չի փորձեր մարդը, բայց թույլ գուտա, որ մարդը փորձութենե անցնի։ Գուզեմ շեշտել այս կետը։ Աստված չի փորձեր մարդը, բայց թույլ գուտա, որ փորձութենե անցնի մեկ բաժարի համար։ Մեր հավատքը առավել եւս աճեցնելու համար։ Չեք հիշեր ինչ պատահեցավ, երբ Հիսուս իր աշակերտներուն հետ նավակ մտավ լիճին մյուս կողմը անցնելու համար։ Այնքան զորավոր փոթորիկ մի ելավ, որ ալիքները գրեթե նավակը պիտի ծածկեր։ Հիսուս հոներ եւ քնածած էր, մինչ աշակերտները ցանկի եւ մահվան բայկար կմղեին։ Աշակերտները տեսան, որ ալ չեն գրնար դոգալ, Հիսուսին արթնցուցին, Հիսուս ելավ, լիճը հանդարտեցուց եւ հետո իր աշակերտներուն ասավ. «Ուր է ձեր հավատքը»։ Ցանկը նավարգության կնմանի, ինչպես որ Քրիստոս ներկա էր աշակերտներուն նավակին մեջ, նույնպես ալ հիմա Քրիստոս ներկա է մեր ցանկի նավակին մեջ։ Մեզի կմնա որոշումը, եթե գուզենք ըստ Քրիստոս քնածած բահել, թե արթուն։ Նշանավոր խոսք մը գա որ գսե, այնքան ադեն որ ճուրը նավեն դուրս է, չի գրնար ընկրմել նավակը, բայց այդ վարգյանին, որ նավուն մեջ մտնելու ջեղք մը գտնե, զինք վարգը կաշե ու կընկրմե։ Ուստի մեր ցանկի նավուն շուրջ եղած ճուրը այսօր գրնա հանդարտ լալ, բայց վաղը ալեգոց։ Մենք պետք է պատրաստ ըլլանք գրվելու այդ ալիքներուն հետ, որ մեզ ամենքնով պիտի արգիլեն հասնելու նավահանգիստ։ Եվ ինչպես որ Պետրոս ճուրերուն վրայեն գալելով դիրոջքով գնաց փոթորիկին մեջ, ինչ որ գխորհրդանշե չարին փորձությունները ոտնագողելը, նույնպես ալ մենք գրնանք անել, որովհետև Քրիստոս ասավ. «Ցեզի իշխանություն դվի սատանային բոլոր զորությունները ոտնագողելու»։ Դարձյալ Հակոբոսի նամակի մեջ կգարտանք. փորձության մեջ եղող ովևէ մեկը թող չսե թե Աստված է որ զին կփորձե, որովհետև Աստված մասնագից չէ փորձություններուն, որոնք չարեն գուքան, ոչ ալ ինք մարդիկը փորձության կենթարգե։ Աստված բեք չունի մեզ փորձելու, որովհետև մենք իր ցերկին գործն ենք, եւ ինքը գիտե մեր հավատքի զորությունը որքանով աճած է, եւ որբեսի մեր հավատքը առավել եւս աճեցնե, Աստված թույլ գուտա, որ փորձութենե անցնենք մեր լավին համար, բայց հոս շատ կարևոր կետ մը կա, որ բեք չեմ օրնանք, ժողովրդական բառերով մեր ականջներուն օղնենք։ Աստված թույլ գուտա, որ փորձութենե անցնենք, բայց մեզ մինակ չի ցկել փորձությանց մեջ։ Ինչպես որ չի լքեց աշակերտներուն նավակին մեջ, նույնպես ալ մեզ պիտի չի լքե փորձությանց մեջ, երբ զինք կանչենք։ Աստուծո սերը մեզի հանդեպ անքննելի է։ Աստված մեզ այնքան սիրեց, որ իր իսկ պատկերին նման շինեց մեզ։ Մարդը մեղանչեց,
Դարձյալ Աստված անոր փրկության հասավ, մարդկային մարմին հագվեցավ, փորձությունները անցավ, նախատվեցավ, ապտակվեցավ, չարչարվեցավ, խաչը ելավ, թաղվեցավ եւ երրորդ օրը հարություն առավ եւ հաղթեց մահվան։ Այս ամեն եղան, որբեսի մարդիկ դարձյալ իր հետ լան երկնքի արքայության մեջ։ Հետևաբար հարցուտ ոչ է հարցումին պատասխանը։ Աստված չի փորձեր մեզ, այլ չարն է, որ կփորձե մեզ։ Առաջին թաթարը, որ մե յետք դարձյալ կվերադառնանք, մենք կլսենք մեծ բահոց նվիրված անցյալ գիրագի օրվան շարագանը, որ բադվիրան։
Շատ բարի անոնք որոնք մեզի նոր միացան դարձյալ կհիշեցնեմ որ կանադային կապված ենք լավալի Սուրբ Գևորգ եկեղեցվո թբրաբեդ Հարություն Սարգսակ Գյուլոյանը միջայդսեմ որ նաև Հարություն Սարգսակ Գյուլոյանը նախկին թբրևանեցի է թբրևանքը ավարտած է եւ հիմա գծարայե Սուրբ Գևորգ եկեղեցվո մեջ մեր առաջին բաժնով դիրացում բացադրեց հիմա շարունակենք մեր հարցազրույցը լավ դիրացու մեր հարցումը պիտի այսօրվան մեր նյութին հարցումը հարցնեմ ինչ որ խորակիր դրած ենք փորձությունները արիթ են աստուծո ավելի մոդենալու թե բաճար են աստուծմե հերանալու Շատ լավ ներկա թարուս Թշպախտաբար երբ փորձանք մբադահի շատեր գարդահայտվին թե ուր է Աստված ես միշտ գաղութեմ ինչու Աստված այս փորձանքը բերավիմ քլխուս այսինչյանը ցանկին մեջ չաղոթեր եւ ոչ ալ եկեղեցի գերտա դες իրեն փամ մնալ չլար իսկ ես որ ամեն գիրագի եկեղեցի գերտամ փորձության մեջ գինամ շատ լսված դողեր են ասոնք Երիտասարդ հոգևորականը ձերունի գնոջ գահարցնե Մայրիկ ինչու կգարձես որ մարդ արարածը աշխարհ գուկա ձերունին կպատասխանե դղաս որովհետև երկնքի արքայության ջամփան հոսկե գանցնի Ճիշտ է ձերունին պատասխանը Երկինք երթալու համար նախ պետք է երկրեն անցնել Եվ երբ երկրեն պիտի անցնիս Երկու ընդրություն ունիս Կամ պիտի անցնիս երկինք հասնելու մտայնությամբ եւ կամ պիտի անցնիս որպես սպոսաշրջիկ տուրիստ Եվ որովհետև սատանան իր դեղը գործընծուց երկնքին մեջ եւ երգիրն էդվեցավ ուստի մենք առանցին չենք հոս Ներկա դարուս մարդիկ կփորձեն իրենց Facebook-ի եւ կամ Instagram-ի էջերուն վրա առավելակույն չափով հետևորդներ ունենալ, որբեսի իրենց ուսուցումը, դեղեցությունը, ինչ որ գուզեն փոխանցել, առավելակույն չափով դարաձեն։ Ինչ որ լավ է եւ բավական ժամանակ կխնայե մարդուն։ Ես շատ էջերու հետևորդ եմ եւ միշտ կտեսնեմ ինչպիսի լավ գործեր կդարվին, աղքատներու ողորմություն տալով, գարոդյալներուն հասնելով, անոթիներ գերակրելով Դիրոջ խոսքը փոխանցելով եւ այլն Բայց մյուս կողմէ ալ շատ կտեսնեմ մարդիկ որ միայն իրենց ամենօրյա կյանքը հարստությունը ջաշի սեղանները եւ այլն ցույց տալու համար է որ գործածեն առանց անդրադառնալու որ այդ բոլորը հոս պիտի ցկեն երբ այս աշխարհեն մեկնին Մինչ բարի գործերը ձեր հետ պիտի ընկերանան մինչեւ Աստուծո ադյանը Եվ ծեր թադը պաշտպանեն։ Հետևաբար, հետևորդներ ունենալը կամ ընդհանրապես social media գործածելը սխալ չէ։ Սխալ գլա այն ադեն, երբ միայն նյութական եւ աշխարհիկ նվաճումներ եւ շահեր ցերկ բերելու գծարայե։ Ինչու այս օրինակը գուտամ, որովհետեւ մի զարմանակ երբեսեմ, որ սատանան իր չար ուսուցումները փոխանցելու համար Շադոնց սկսած է հետևորդներ հավաքելու եւ իր հետևորդներուն թիվը աճեցնելու համար մեզի կմոդենա Սկուշ եղեք Սատանան միշտ պատրաստ է գորուստի մութ ջամփան ուր լույս չկա այնքան խապուսիկ եւ սուտ լույսերով զարդարելու եւ քեղեցկացնելու որ փրկության լուսավոր ջամփան անհետաքրքիր թվի մարդուս համար Եվ ավելի հետաքրքրականը, որ ինքը սատանան թեև փրկություն չունի, բայց փրկության ջամփուն գողմը գեցած է, որբեսի ով որ այդ ջամփան մտնե, Չսի, այսինչյանը կյանքին մեջ չաղոթեր եւ ոչ ալ եկեղեցի գերտա, դες իրեն բամ մնալ չլար, մինչ ես որ ամեն գիրագի եկեղեցի գերտամ եւ միշտ կաղոթեմ Փորձության մեջ կինամ։ Չարը մեզի կմոդենա, երբ շիդակ ջամփու վրա ենք։ Երբ կորուստի ջամփու մեջ ենք, չարը պետք չունի մեզի մոդենալու։
որովհետև մենք իրեն համար աբահով տեքնաձու ենք։ Մեր նախահայրերը ըսած են, երբ Աստուծո պիտի մոտենաս, փորձության պատրաստ է անցդ։ Ուստի այնքան ադեմ որ զաստված, որպես փրկիչդ կտավանիս, քիծիր որ միշտ ալ փորձության պիտի հանդիպիս։ Հետևաբար փորձությունները արիթ են, որ Աստուծո ավելի մոտենանք եւ ոչ թե բաճար Աստուծմե հեռանալու։ Շատ բարի։ Լավ։ Ինչպես կարելի է հերու մնալ փորձությունները եւ կամ հաղթել անոնց։ Ինչպես որ դարձյալ քիչ առաջ էսի այսօր փորձություններ միշտ ալ պիտի ելան։ Չենք կրնար հերու մնալ անոնց մե, բայց գրնանք հաղթել անոնց։ Բատմությունով մը պիտի փորձեմ կարևոր գեդեր ցույց տալ, որոնք գոքնեն, որ մենք մեր անձերը ավելիով ճանչնանք։ Ինչու գսեմ, մենք մեր անձերը ավելիով ճանչնանք։ Զարեհ arczepiskopos Ազնավորյան շատ գեղեցիկ դողմ ունի այս կապակցությամբ, ուր գսե, որևէ գործի կամ հարաբերության մեջ զորավոր եւ աբահով է այն մարդը, որ գիտագից է իր առավելություններուն եւ դգարություններուն։ Հետևաբար մենք որքանով որ մենք մեզ կճանչնանք, այնքան զորավոր եւ աբահով ենք։ Բատմությունը հետեւյալն է։ Բահմը երևակայեցեք մադիտներու գործարանմը, ուր մադիտներ գշինվին։ Նախքան մադիդը դուպին մեջ տնելը, մադիտներու վարպետը ըսավանոր։ 5 բան կա, որ դու պետք է գիտնաս նախքան մեծ աշխարհ երթալդ։ Միշտ հիշե ասոնք, որբեսի դառնաս ամենալավ մադիդը, որ գոյություն ունի։ Առաջին, դու հրաշալի բաներ կրնաս ստեղծել, բայց միայն այն ադեն, երբ ցկես, որ մեկը իր ցերքին մեջ բահեկես։ Երկրորդ, ամեն անգամ որ ստիպված են քեզ սրել, դաշել, դու ահրելի ցավ պիտի սկաս, սակայն միշտ հիշե, որ ադիգա գլա, որ դու ավելի լավը դառնաս։ Երրորդ, դու պետք է գարենաս ուղղել եւ սրբակրել քու կործած սխալներդ։ Չորրորդ, ինչ մագերևույթի վրա որ կործած են քեզ, միշտ հետքդ պետք է ցկես։ Հինգերորդ, քու ամենեն արժեքավոր մասդ ներսդ է։ Ահա վասիկ 5 կետեր, որոնցմով գուզեմ պատասխանել այս վերջին հարցումին, մադիտներու վարպետը ըսավ մադիդին, նախքան մեծ աշխարհ երթալդ, միշտ հիշե այս 5 կետերը, որբեսի դառնաս ամենալավ մադիդը, որ գոյություն ունի։ Յուրաքանչյուր մարդ, որ գոյության կբերվի Աստուծո կողմէ, գուկա իր շրջապատին մեջ բագաս բան մը ամբողջացնելու, արցունք մը սրբելու, մեղավորները աբաշխարության կանչելու, ջամպայեն շեղած մը ուղղության բերելու։ Եթե ամեն մեկ մարդ գարենար միայն մեկ հոգի ազատել մեղքի ջիրաններեն, եթե ամեն մեկ մարդ իր գալովը այս աշխարհ գարենար վերջ տնել միայն մեկ դժբախտության, գրնամ ասել, որ մեր աշխարհը կվերածվեր դրախտի։ Առաջին, դու հրաշալի բաներ կրնաս ստեղծել, բայց միայն այն ադեն, երբ ցկես, որ մեկը իր ցերքին մեջ բահեկես։ Մեկը Աստված է։ Ցկե, որ Աստված գործե քու միջոցավդ։ Մեր սրդի դռները միշտ բաց պետք է բահենք Տիրոջ առջև։ Թող Աստված ըլլա մեր հոգի նավաբեդը, որբեսի զայն անխորդակ հասցնե նավահանգիստ։ Երկրորդ, ամեն անգամ որ ստիպված են քեզ սրել, դաշել, դու ահրելի ցավ պիտի սկաս, սակայն միշտ հիշե, որ ադիգա գլա, որ դու ավելի լավը դառնաս։ Այս աշխարհը պիտի փորձե մեզ ցավցնել, փորձել, բայց այդ ցավը մեզ պիտի զորացնե եւ ավելի սուր պիտի դարձնե։ Շատ լավ գիտենք, որ սուր մադիդը
Շատ ավելի լավ եւ հստակ կգրե, քան չդաշված մադիդը։ Երրորդ. Դու պետք է գարենաս ուղղել եւ սրբակրել քու կործած սխալներդ։ Երբ սխալը կամ մեղքը կործենք, աշխարհի վերջը չէ ադիգա։ Փորձենք այդ մեղքը սխալը սրբակրել։ Ամեն մադիդ իր վրա սրբիչ ունի։ Նույնպես ալ ամեն մարդ իր մեջ Սուրբ Հոգին ունի։ Հետևաբար, երբ մեղքի մգինանք, Սուրբ Հոգին խնդրենք, որ մեզ դեպի ճիշտը եւ գադարյալը ուղղե։ Չորրորդ. Ինչ մագերևույթի վրա որ կործածեն քեզ, միշտ հետքդ պետք է ցկես։ Ուր որալ երթաս կյանքիդ ընթացքին, լավ հետք ցկե յետևդ։ Թող մարդիկ ըսկան, որ դարբեր ես ուրիշները։ Պետրոս Արաքյալ գբադվիրե ի կորց տնել Աստուծո գողմե մեզի դրված շնորհքները ըսելով։ Ցեզմե յուրաքանչյուրը իբրև Աստուծո բազմադեսակ բարգևներուն իրավ դնդես, իր ստացած շնորհքը ուրիշներուն թող մատակարարե։ Խոսելու բարգևը ունի, թող Աստուծո պատգամները մատակարարե։ Ծառայելու բարգևը ունի, թող ծառայե, որքան որ Աստված կարողություն կտա, որբեսի ամեն ինչով Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հակոբոս Արաքյալը գսե. Ինչ օգուտ այն մարդուն, որ գսե թե հավատք ունի, երբ որ հավատքին արդահայտությունը եղող գործեր չունի։ Հետևաբար առանց գործերու հավատքը անօգուտ է։ Հավատքը միայն իրար գիտնալ եւ ճանչնալ չէ, այլ հավատքին պետք է գաբենք մեր կյանքը։ Հավատքը մեր ապրած կյանքով պետք է արդահայտենք։ Ինչպես մարդոց հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը ցույց կտա մեր նկարագիրը, նույնպես ալ մեր կյանքն ու գդարած մեր գործերը ցույց կտան մեր հավատքը։ Սուրբ Օգոստինոս այնքան շատ մեղք գործեց, սակայն հավատալով Աստուծո իր եսագետրոն կյանքը աստվածագետրոն կյանքի վերածելով փրկվեցավ եւ յուրաքանչյուրիս իր հավատքին համաձայն պիտի վարձատրվի։ Հետևաբար փորձենք բարին գործել, լավ օրինակ դառնանք մեզի հաջորդող սերունդներուն, դեր դառնանք դգարներուն եւ շիդակ ճամփուն մեջ բերենք գործվածներուն, քաչ գիտնալով, որ ողորմությամբ Աստված քեզի բարդական գնես։ 5-րդ եւ վերջին. Քու ամենեն արժեքավոր մասդ ներսդ է։ Ինչ արժեք ունի մադիդը առանց մեջի գաբարին։ Նույնպես ալ ինչ արժեք ունի մարմինը առանց հոգիին։ Մեր մարմինները գերագուրով կսնուցանենք, որբեսի գարենանք ապրիլ եւ գոյատևել։ Սակայն պիտի չորնանք մեր հոգիները սնուցանել, որբեսի մեր մեջ կանգուն մնա հավատքը եւ գարենանք բարին եւ ճշմարիտը խոսիլ ու գործել։ Եվ չմոռնանք, մարմինը ժամանակավոր է, բայց հոգին հավիտենական, եւ մեր գետրոնացումը հոգիին վրա պետք է ելա, մեր կյանքի դեվողության։ Մարմինը կարևոր է, որովհետեւ հոգին ժամանակավոր անոր մեջ կփնագի։ Այսինքն մարմինը հոգիին դունն է, եւ մեկը գա, որ իր փնագած դունին հոգ չդանիր։ Աղոթենք, որ Աստված մեր բոլորին իմաստությունը ավելցնե եւ մեզի զանազանության շնորհքը բարգեւե, զանազանելու ճիշտը սխալեն, բարին չարը բարիեն եւ օգտակարը անօգուտեն, որբեսի հասնենք հավիտենական լույսին եւ ճշմարիտին։ Անոնք, որոնք չեն գիտեր Աստուծո հերացայինին թիվը, թող կրեն իրենց կով։ Աղոթքը Աստուծո հերացայինին թիվն է։ Երբ Աստուծո հետ կուզես խոսիլ, մտիր սենյակդ, փակե դուռդ եւ աղոթե, ու պիտի տեսնես, թե ինչպես Տերը պիտի պատասխանե։ Ծնողներ, ձեր զավակներուն աղոթել սորվեցուցեք, որբեսի երբ չարը փորձության մատնես իրենք, գարենան թյուրությամբ հաղթել անոր, եւ ան որ իսկապես կաղոթե ու կաղաչե անոր, գստանա իր խնդրածը,
Նման հիվանդին, որ չի մերժվիր բժիշկեն, մինչև որ բուժվի, նման Պետրոսին, որ խնդրեց եւ քալեց ջուրին վրա դիրոջքով երթալու համար։ Թող մեծ բահոց այս շրջանին գիտակցինք մեր գադարած մեղքերուն եւ սխալներուն եւ բահեցողության քաղցր ջուրով լվանք եւ մաքրենք մեր սրտերը, որբեսի արժանանանք երկնքի արքայության մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ լալու համար։ Շնորհակալ ենք Տիրացու, իսկապես իմ սրտիս ալ խոսեցավ երկու բան, այս Մադիդին պատմությունը հետաքրքրական էր, Մադիդը շատ մեծ գործեր տեսավ եւ մանավանդ Աստուծո հերացանին թիվնալ լավ է որ մեր ագընտիրներուն եւ ընկունտիրներուն ագանչին օգտողը լա հերացանին թիվը։ Շնորհակալություն Տիրացու, վարձդ կդար, Աստված հավատքիդ եւ գոչումի մեջ հաստատ բայ։ Շնորհակալ եմ Հայր Սուրբ այս քաղցր արիտին։ Խնդրեմ։ Փագել է առաջ մեր հայդակիրը սիրելիներ, ագանչարու լրլանք Դավիթ Մարգարեին Պերնով արդասանված Սաղմոսներեն հատվածը։ Ինչու չարությամբ գբարձենաս, ամփարդավան մարդ, մնայուն նախադինք դառնալով Աստուծո, չարիքներ գխորիս, լեզվովդ գվիրավորես սուր ածելիի պես եւ նենքություն գնես, փարիքեն ավելի չարիք գսիրես, ճշմարտությունը խոսելեն ավելի սդությունը գսիրես գործանիչ խոսքերը, թուն նենքավոր լեզու, ուստի Աստված քեզ հավիտյան պիտի գործանե, պիտի բռնե ու խլե քեզ քուդունետ, արմադախիլ պիտի ընե քեզ ողջերու աշխարեն, արդարները պիտի տեսնեն ու վախնան, պիտի ծիծաղին քու վրատ եւ պիտի ասեն, ահա այն մարդը, որ զասված իր ապավենը չդարձուց, իր անթավ հարստության վստահեցավ եւ չարության մեջ փնտրեց իր զորությունը, բայց ես Աստուծո դան մեջ դնգված բդղարից թիթենի մնեմ, Աստուծո սիրուն գվստահիմ արհավետ, քեզի հավետ եւ քու անունդ ու փարությունդ պիտի հրճագեմ ներգայությանը անոնց, որոնք քեզ եւ հաջելի ունգընտրություն։